Աբուշիմեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի Լուիս։ Նույնիսկ եկեղեցին կբարդատրե, պայմանագիր ստորագրեք, որ ձեր հարսանիքին օրը ապահովեք։ Իսկ դուք ինչու չեք ստորագրել ձեր ամուսնության պայմանագիրը, որ ձեր կյանքը ապահովեք։ Call their Parsegian Law Group 323-937-2727. Փարի Լուիս, սեներ ինչպես որ գիտեք այսօր փետրվարի 28-ն է, այսինքն արդեն 2013 թվականի 2 ամիսներ անցած են եւ ինչպես որ գիտեք վաղը արդեն մարտի 1-ն է։ Գիտեմ հայ ժողովուրդը մարտի 1 իրեն համար կարևոր թիվ է, բայց վերջ-վերջո մենք Ամերիկայի մեջ կապրինք, չէ՞։ Եվ Ամերիկայի կյանքը մեզի համար շատ կարևոր է, քանի որ Ամերիկայի մեջ է ընտրություններ կան։ Եվ ինչպես որ գիտեք, դարիներ միշտ ասած եմ ցեզի, որ էշը փոսի մեջ մեկ անգամ գինա, իսկ հայը նույն փոսի մեջը մի քանի միլիոն անգամ գինա։ Ահավասիկ Գլենդելի շրջանի ընտրությունները ապրիլի 2-ին է։ Եվ նորեն 3 աթորի համար 8 հատ հայ կամ 7 հատ հայ կուզեն մասնակցել եւ այդտեղ ոչ հայեր կան եւ ըստ ծեր Աստուծո կամքին այդ 7 հայերն անպայման գնդրվին։ Այսինքն ծիծաղելու բան է։ Բայց մարտի 5-ին Լոս Անջելեսի տարածքի ընտրությունները կա քաղաքապետարանի եւ նույնիսկ այս Հոլիվուդի շրջանի Լոս Անջելեսի քաղաքի ներկայացուցիչ ընտրությունը, որ կա հայ եւ դասավ տղամն է։ Պիտի մասնակցիկ կամ ասենք ասեմ պարտամենական փարաբաշար ծեր ջիվերուն է Լոս Անջելեսի ընտրությունները քանի որ մենք միան թե իբր հայեր երկրակունթի վրա գաբրինք ասելով որ ինչ մեզի ինչ ուզեն է թողնեն մենք չենք կնար ոյ մեկ բան փոխել բայց գլենդելեն օրինակ Հայաստան գուզենք կրավել կամ Հայաստանի իրավիճակը փոխել հանգարձակի նայում ես որ թուն քո աբրած քաղաքիդ մեջ ասում ես դու բամը չես կնարնել, բայց այրած ծրդիմի խնդրանքով կգարձես որ Գլենդելեն կամ Լոս Անջելեսեն կամ Նորթ Հոլիվուդեն Հայաստանի իրավիճակի մասին մեծ փոփոխություններ պիտի բերեք։ Խնդրեմ, զանգարեցեք եւ հարցումս Հայաստանի մասին չէ, այլ բարձրապես Լոս Անջելեսի տարածքին վերջ-վերջո 31.6 ալիքով արդեն կսփռվինք բավական մեծ շրջան եւ մարտի 5-ին Լոս Անջելես քաղաքի քաղաքապետի ընտրությունը գա եւ քաղաքախորհրդի անդամներու ընտրություն գա, որ մեր յետքը ապրիլ ամիսը գուկա եւ հարաճիգա այս շաբաթներուն պիտի տեսնեք ինչպես յուրաքանչյուր հայ տեխնազու հայկական հերոդասիրի եթե արդեն չեն սկսած մինչեւ հիմա պիտի ասեն մեզ քվեարկեցեք Որչաբով ցեզ մեր յուրաքանչյուրի համար կարևոր է եւ հետո արդյոք կարող ենք անդրադառնալ որ մենք իսկապես ուժ մնենք եթե բարձրապես ներս նայենք եւ ոչ թե թեպի դուրս Եթե ուժ մնենք, որ Լոս Անջելես հավաքված գտնանք Հայաստանին թիգունք կանգնել, բայց ինչպես անկարող ուժ մգտավնանք, մենք մեր ապրած շրջանների քաղաքական որոշումներ է կատարել։ Գիտեմ, շատ հայերու համար ասնյութը կարևոր չէ, քանի որ ընտրություններում մասնակցողներու թիվը քիչ է։ Գիտեմ, եթե այսօր ես հիմա կենայի եւ խոսեի ցեզի ամուսնության դվյալների մասին, ինչ պետք է կատարեք նախքան եկեղեցի մտնակ, եկեղեցի դուրս ելեք խնջույքներուն Լեցուն գազագերբություն, այսինքն հաստատություններ կան, որ արևդուր կգադարեն ցեզի հետ։ Նրանց մասին խոսեի շատեր կզանգահարեիք, բայց քանի որ ծեր գենցաղի մասին խոսիմ, ծեր ապրագերբի մասին, հիմա հանդիպ նստած ասանք կտիդեք, քիչ-քիչ եւ որ ծրագիրը պիտի վերջանա, գսկեսիկ 10-20 հոգի զանգահարել։ Տեսակ, ինչու՞, քանի որ վարյանական չենք անդրադառնալ նյութի մասին։ Կամ դիտեք մեղքը մեկ հատ զանգարեք։ Մի եսեք մեղքը զանգարեք։ Զանգարեցեք, քանի որ փամ ունիք ասելու։ Կարևոր է Գլենդել քաղաքի, կարևոր է Լոս Անջելես քաղաքի, այսինքն քաղաքի ընտրությունները հայ ժողովրդի համար։ Սա յուրաքանչյուր մարդ, որ այսօր գաբրի Նորթ Հոլիվուդ, Գլենդել, Բերբանկի ընտրությունները գա։ Տեսակ միգին պատկան մտողած հայերու հանդեպ իր
վատ խոսքերը, քանի որ մեր քաղաքոջախեն երդասարդ տղամը Արման Խանյանը գմասնակցի Burbank քաղաքի դպրոցական խորհրդի ընդդությունների համար։ Եվ բավականի քրեհիկ բաներ ասված է հայրում մասին այդ պատկամը որ թողած է այդ կինը։ Բայց մենք Հայաստան գլենդել են ինչ պիտի գնացնել Հայաստանի համար։ Գլենդել, Burbank, Los Angeles ընդդությունների կան, մասնակցեցեք։ Անստին առաջ եւ սկսենք ծեր գարձիկներուն։ Բարի լույս, ուղեղ են գերացայնեք։ Այո, բարի լույս։ Բարի լույս, ուղեղից գերացայնեք։ Այո, բարի լույս։ Ես ուզում էի իմանայի այդ 7 հոգուց դուք ինչ խորտ կտակում ընտրենք, որ հայերի համար լավ լինի։ Նայեցեք, ըստ հայկական հաղորդավարներուն ամեն հայերը լավ կլինին, չէ՞։ Գլենդելի ընդդությունները որ մոդիգանա ցեզի նրանց մասին կանտրատարնամ։ Բայց հարցը ասիգա է, նորեն նույն զողագի մեջ ինգանք։ Արդեն ընդդությունները ապրիլի 2-ին է։ Գիշեք դարիներ առաջ ես երկած էի ծրագրիս մեջը։ Նախքան ընդդությունները արդեն զողագի մեջ ինգած են։ 7 հոգին հիմա վարգանական գնա 8-ը, բայց գազեմ 7 հոգի է։ 3 աթորի համար, որից 2 աթորները արդեն անցյալի ընդրված մարդիկը պիտի նորեն մնան։ Հոտ կմնա միան թե 1 աթոր եւ հոտ կմնա 6 հայ, որ իրարու միս պիտի ուդեն, որ ով ավելավ է եւ հետաքրքրական գիտեք ուր է։ Իրարու միս որ ուդեն ոսկոր պիտի մնա եւ ոյ մեկ հայ պիտի չընդրվի այդ 3 աթորի համար։ Իսկ այսպեսի մի հարց։ Այո։ Պարտադիր է որ բոլոր մենք մենակ հայերին ընտրենք, իսկ չենք կարող։ Կարող ես ընտրել, բայց հարցը ասիգա է նայեցեք։ Անի սա մեր երկիրը չէ։ Չէ, մեր երկիրն է, ներողություն։ Ներողություն։ Ամերիկայի քաղաքացի ես։ Ընտրելու իրավունք ունես։ Այո։ Քու երկիրը դա ասիգա հոգիս։ Չի կարելի է որ ասիա մեր երկիրը։ Ետ պիտի վերադառնաս, ուր պիտի վերադառնաս։ Ինչպես։ Ուր պիտի վերադառնաս, եթե ասիգա քու երկիրը չէ։ Հյուրին գալու ենք։ Այստեղ մենակ մենք հայերս չենք ապրում, այստեղ ապրում են։ Հասկանում եմ, բայց նայեցեք գլենդելի ընդրություններում մեջը, որ քաղաքին գեսեն ավելի հայեր են, այսինքն Հայաստան է։ Հիմա եթե բադահեր որ Կամփթոնի ընդրությունները լան, մենք ոչինչ չենք այդտեղ, չէ՞, բայց գլենդելի մեջը քանի որ աս երկիրը քեզի այդ իրավասությունը գուտա։ Թուն իբր ամերիկացի։ Վեճեչո մենք հայ չենք, մենք ամերիկացիներ ենք, չէ՞։ Որ հայերով հետաքրքրված ենք եւ հայկականությամբ հետաքրքրված ենք։ Եթե այդպես մոդենանք, Ամերիկան մերը գլա։ Բայց քանի որ ստրուգի հոգեբանության Բայց չեք ուզում որ Ամերիկան ձերը լինա։ Այս Ամերիկան ինքը հա, որոնն է։ Տաքս վճարում ենք։ Մերն է։ Ամերիկա Ես եւ դու ամերիկացի ենք սիրելիս։ Մենք հայաստանցիներ չենք։ Մինչեւ այնադեմ որ Հայաստանի քաղաքացիությունը երկրորդ քաղաքացիության այդ օրենքով չստանանք, մենք ամերիկացիներ ենք։ Եվ այսօր Ամերիկան աշխարհի ամենահզոր պետությունն է, ադոր համար մենք հոսենք։ Չէ՞։ Հա։ Հանկիստ կյանք ունենք, աշխատում ենք։ Կարող է այստեղ պայքարենք որ մեր Հայաստանի Ամերիկայից, քանի Ամերիկան մերն է, պայքարենք որ Հայաստանում ընտրությունները հոյագա բան ասեցիք։ Տեխնատուրներին ուղարկենք ընդեղ թող կառավարեն հնարավոր։ Չէ, սիրելիս նայեցեք ինչպես կսկսի։ Քարը, այսինքն բադը որ պիտի ցարկես որ բարձրանա, քարի վրա պիտի տնես, չէ։ Նախ եւ որ մենք սկսենք մենք մեր ամիջական քաղաքներու ընդրություններու մասնակցենք եւ հայեր զեդեղենք եւ հետո եւ որ սկսենք նահանգային ընդրություններուն հայեր զեդեղենք եւ հետո սկսենք տաշնակցային, այսինքն federal ընդրություններուն հայեր զեդեղենք, արդեն Ամերիկան մեր ցերկը գլա։ Բայց հիմա ասենք Աբուշի պես նստել ենք, այսինքն անուշատիր, բարձրապես ասում ենք մենք ամերիկացիներ չենք եւ մեզի հետ չի հետաքրքրել։ Բայց հանգարձակի այդ ամենաբարձրակույն դեղը մի ոմն որոշում է որ Հայաստանին այս տարի $5 միլիոն կամ $50 միլիոն եւ դա կամ Բաքուին ավելավ նայենք, Վրաստանին ավելավ նայենք կամ Հայաստանին լավ չի նայենք, քանի որ քաղաքական հարցերով Հայաստանը Ռուսաստանի հետ ավելի շատ բարեկամ է։ Ուրեմն սկիզբեն աստեղեն պետք է մասնագետը լանք։ Գլենդելի ընդրություններ, Լոս Անջելեսի ընդրություններ, Կալիֆոռնիա նահանգի ընդրություններ եւ ոչ թե Աբուշ հայերու նման գնանք եւ ասենք որ մեզի չի խանգարել։ Չէ, Աբուշ չեն հայեր, օրինակ ես ինքս անուշատիր ենք։ Ամերիկայից։ Այո։ Ամերիկայի ինչ են ասում այդ
Constitution-ը փոխեմ, որ Հայաստան գնամ հանգիստ ապրեմ։ Կարող ես։ Շատ կարող ես հիմա Բայց աշխատում ես։ Նայ հիմա աստեղ աշխատիր, եւ որ թոշակի անցնես, եւ գախում ունի թոշակը $1000, $2000, գնաս երթալ Հայաստան ապրիլ, եւ այդ թոշակը քեզի Հայաստան գուտան, եթե հոս աշխատածեսն է։ Ոչ թե մեր հայրը որ հավաքեն մի հատ ցույց կազմակերպենք, որ այստեղ թոշակները 55 տարեկանից կանայք, ուրեմն մասնագիծ դիտելա։ Տարեկան չաշխատեն։ Մասնագիծ դիտելա։ Հնարավոր չի, մեր երկիրն է։ Չէ, ցույցով չես կնարնել, քաղաքական ասպարեզի մեջը մարդիկ դիտենաս։ Վաշինգտոն երթալ ցույց կնենք։ Եղավ, կարող ես անել, եթե կարող ես մարդիկ հավաքել, Ամերիկայի 320 միլիոն ժողովրդից նվազագույնը 150 միլիոնը կանայք են եւ աշխատող կանայք են, չէ՞։ Դրանց եթե գնաս ոդկի գանգնեցնել, գնաս օրենքը փոխել։ Եղավ, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բարի լույս։ Ուրեմն սերնև նայեցեք, մտահոգությունը այս է, որ մենք որ այս երկրին դերը չենք համարում, իմ ծրագրից իրականչուր հաղորդման սկիզբը եւ վերջը հստակ ես ցեզ ասում եմ, չէ՞։ Աբուշի մեկը գլաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, բարի լույս։ Իսկ մենք ինչ ենք անում, նստում ենք, Հայաստան ցույց կլակ, որ ինչ պիտենք, Ամերիկային աստեղ մենք ցույց ունենք, որ ասենք, որ սիրելի Հայաստանի ժողովուրդ, մենք ցեզի թիկունք ենք կանգնած։ Նրանք այդտեղից մեզի նայում են, նույնիսկ եթե թքում են մեր վրան, չի հասնիր թույքը։ Իսկ մենք ասենք, եթե նույնիսկ ուրիշ բան անենք, ադիգայա հոտ չի հասնիր։ Ինչու՞։ Քանի որ մենք սկացումներով ենք մոդենում ամեն ինչին։ Ինչ որ էսեներ, գավձեմ արդեն արևդրական ծանոթություններով պետք է անցնենք, որ մի ամիջապես հետո արդեն ծեր աշխուժությունը կսկսի, քանի որ Ստեփան Պարտամյանը ասա, որ Հայաստանի համար աստեղեն փամը չես կմնարնել։ Եթե կմնացնեն, ինձի զանգարը բացադրե։ Իսկ այժմ արևդրական ծանոթություններ։ From generation to generation, we pass the tradition of appreciating the best things in life. The things that unite and nurture us. The things that we share with honor and respect. The things that get better with age. A relationship that lasts a lifetime. Armand. Signature of a royal man. Pan Armenian Media Group-ը ներկայացնում է տարվա գլխավոր ֆիլմը։ Ամենաբարձր իրավունքը, որ կարող է ունենալ մի քաղաքացի, դա իրեն ծնած ժողովրդին առաջնորդելն է։ Սա ասում է Հայաստանի Հանրապետության սպարապետ Նժդեհը։ Ժամանակն ամենածանր բեռն է եւ ամենաթեթևը միաժամանակ։ Փաստորեն բացի կնոջիցս ես ողջ աշխարհի համար մեռած եմ։ Ես ալ կռվող եմ քեզի պես, ոչ զենքով ու սրով սակայն։ Ինչու Նժդեհին Ռուսաստան աքսորից նորից բերեցին Հայաստան։ Միակ տեխնացում այսօր ես եմ, որ կարող է կռվել Թուրքի դեմ։ Փաստորեն ես կարող եմ զեկուցել իմ ղեկավարությանը, որ դուք պատրաստ եք վերսկսել համագործակցությունը մեզ հետ։ Ինչպես Նժդեհը ստեղծեց Լեռնահայաստանը։ Սյունիքը աշխարհագրական մեր հայրենիքի ողնաշարն է։ Առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող։ Առաջին անգամ կինոէկրաններին Գարեգին Նժդեհի կենսագրության ամենավառ, ամենադրամատիկ ու ամենահակասական պատմությունները։ Ես Հայաստանից հեռանում եմ հարկադրաբար։ Գիտեք, ես հավատում եմ, որ մի օր դուք էլ, այս խաչն էլ, կվերադառնաք մեր ծննդավայր։ Արտաշես Ալեքսանյանը, Շան Թովանիսյանը, Չուլպան Խամատովը, Ֆրիդա Յորքը, Խորեն Լևոնյանը, Միխայել Եֆրեմովը, Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմը։ Նժդեհը շուտով վերադառնալու է, և մենք շարունակելու ենք մեր սրբազան պատերազմ։ Հայրենիք ստեղծելով։ Գարեգին Նժդեհ։
Ավելի քան 10 տարիներ Enel Systems-ը իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում PC-ի բոլոր սիրահարներին Glendale-ում, Burbank-ում եւ San Fernando-ում։ Ընկերության մասնագետները պատրաստ են վաճառել, ախտորոշել, խորհրդակցել եւ վերանորոգել համակարգիչները անհատների եւ բիզնեսների համար։ Enel Systems-ը առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթներ, ներառյալ անվճար սոֆթվերների ախտորոշումներ։ Ի վերջո համակարգիչը պետք է օգնի ձեզ, այլ ոչ թե անհանգստություն պատճառի։ Սեներ, այսօր Հայաստան մարտի 1-ն է արդեն, իսկ հոս դեռ փետրվարի 28-ն ենք։ Վաղը, որ այստեղ մարտի 1 կլա, երեկոյան ժամը 7:30 Գլենդելի հանրային գրադարանի մեջը կհանդիպենք եւ այս քիրքի մասին կխոսենք, որ այսօր 21-րդ դարում մենք մեզի վավերագրելու, անինչ որ հայ ժողովուրդը 12000 տարի չերած։ Գիտեք ինչու։ Քանի որ Աստուծո գամքին ցկեր են ամեն ինչը եւ իրենք բամը չունենք ամեն ինչ քանթված է ինչ որ վավերագրած ենք քանթված բաներ վա ավասիկ միակ քիրքն է հայոց պատմության մեջը որ վավերագրած է եւ որ գենթանի եւ ողջ ենք եւ որ մերն է ամեն ինչը Ամերիկայի Միացյալ Նահանգները մերն է եթե ուզենք մարտի 5-ի Լոս Անջելեսի ընտրությունները շատ ավելի կարեւոր են քեզի համար քան թե որ Հայաստանի մարտի 1-ի ցույցը բայց ռուսերենով ասեմ դու բոյ հասկենք չենք հասկանում անցնենք առաջ Բարի Լուիս ծեր գավձիկը Բարի Լուիս Ստեփան Բարև Ջեյկոբ ինչպես ես Մոնտեբելոեն Ջեյկոբը գերացան Խնդրեմ ասենայեմ Ջեյկոբ Ասած սպանը որ շիտակ է ասածները ամեն բան օքեյ է եթե օրենքին ելենք Եթե հոս ընտրություններում մասնակցենք եւ մեր ուզած մարտիկները զեդեղենք այդքե գամած կմնանք աշխարհը ղեկավարել Այո, բայց ես հարցում ունեմ քու ժողովրդի թորքես գտիդե Այո հայտարարեմ արդյոք օրենքին գհետևին չնե օրենքը իրենց միտեդի Մեր Are you obeying the law or the law obeying you Well Ամերիկայի մեջ լոն obey չի գնարնել քեզի բացի որ որոշ խավերու մեջ է այսինքն հայ ժողովուրդը atkan որ ցածր խավի մեջ է Օրենքը չես կնար խախտել Այո Ներողություն ընկեր Ստեփան Այո Օրենքը չես կնար խախտել Այո ադիգա գսեմ Պապակի որ օրենքը խախտե Ադիգա հայկական այսօրվա դժբախտաբար սովետական միության մտայնությունն է ադիգա որ հիմա գոյություն չունի բայց հիվանդությունը մեր մեջ գա No որովհետև մենք ամեն բան գիտենք կսեն Գիտեք բամը չեք գիտեր Մենք երբ որ գայինք աշխարհ գոյություն չուներ Դերևիս օրենքին ընկերս Եղավ Ջեյկոբ մենք որ գայինք աշխարհ գոյություն չուներ չէ բայց մենք ուր էինք աշխարհ եթե գոյություն չուներ Մենք Բարի Լուիս Ջեյկոբ Bye Montebelloen bye Շնորհակալություն Ուրեմն սեներ այսօրվա նյութը այս ընտրությունները որ հոսպիտ կայանան գիտեմ ամեն հայ նստած է խոսում է Հայաստան ընտրությունները գեղձեցին հասկացանք քեզի մեզի մեծ ավետիս չէ Հիսուս չեկավ կամ Հիսուս հարություն չարավ ընտրությունները գեղձեցին Թուն այստեղ եւ որ քո ցանկի հոսես ձնել հոսես եկել փոխադրվել վերջացան հոսպիտ մերնից եւ ֆորեսլոն բիդերտաս Ես ֆորեսլոն բիչի եմ իմ մայրմինս բիդի այրեք հասկացաք բայց դուք ամեն դա ֆորեսլոն բիդերտակ հիմա այդ ապրելու մինչեւ ֆորեսլոն երտալը երկրի օրենքները կփոխվի գոր եւ մենք գլանդելը որ մերն է մենք չլանք գլանդեր չերլար այսօր այդ իսկ իրավունքի մեջ չենք մնա վաղը Դուարտե Whittier չեմ ադեղի բիդերտակ քաղաքական ասպարեզի մեջ մասնագետելակ նայեցեք աստիճանաբար քաղաքական քաղաքի գարավարություն նահանգի գարավարություն հետո տաշնակցային գարավարություն եւ ասոնք բոլորը վերջավորության գբարդատրե երկրի օրենքները որ հայ եւ դասարտություն նրանց մեջ մխրջվին եւ թիգուն կանենք եւ հոտ հասցնենք
եւ խելացի ցևով։ Ոչ թե Գլենդելի մեջը մեկ աթոռ բաց է, քանի 3 աթոռին 2 արդեն ապահովված է։ Մեկ աթոռ բաց է։ Նրա համար 7 հոգի վազե, քիծողը եւ չքիծողը աս կորզի մեջ ունե սիրելիներ։ Հիմա Լոս Անջելեսի բարակային մեկ հատ հայ եւ դասարտ մեգա Սեմ անունով որ կմասնակցի գոր Լոս Անջելեսի քաղաքի խորհրդի անդամ լալու։ Հավասիկ հոլիվուդցիներ որոշ շրջան մեգա Սիլվեր Լեյք իր այդ շրջանը որ անունն ամորցա այդ միտքս է ան որ հիմա ուզում է որ Լոս Անջելեսի քաղաքապետը լա նրա դերն է ուզում կա ուր եք հայեր ոտքի բիդելեք որ ծեր ներգայացուցիչը աս Little Armenia գոչված շրջանի ծեր ներգայացուցիչը հայ մեկը լա չեք կարծե որ ժամանակն է արդեն կամ կսպասեք որ Թայլանդի մկայելա ուրեմն ծեր մասնակցությունը կարևոր է մարտի 5-ին Լոս Անջելեսի ընտրություններուն կարևոր է իմիջայլոց ցեզեսեն որ հայտադի խումբը ANC-ին քաղաքապետարանի mayoral այսինքն քաղաքապետի պաշտոնին երկու տեխնազուի թիգուն կգտնի բայց շատ լավ գիտեք որ միայն թե մեկ հոգի պետք է ընտրեք ուրեմն եւ որ եւտակ եթե երկուքին քվեարկության այդտեղ երկուքին անունին ակվեք երկուն նա չեն գնար շահիլ ավելի վնաս կլա իրենց ուրեմն նայեցեք հայերենով խոսեցա ուրեմն մեկ հոգի ընտրեցեք եւ այսպեսով սեներ որ չափ կարևոր է ծեր գենցաղը ծեր ապրելակերպը ծեր աբակային համար նայեցեք հայը նույն աբուշությունը գադարած է հազարավոր տարի ուր որա եղած է նույնը գադարած է հանգարձակե հիմա կխոսենք ասինչ մարդը հռոմեական գայսրության մեջ ասինչ պաշտոնի հասած էր ոչ թե հայերի օգնությամբ բարձրապես իր ջարբիգությամբ բայց հետո ինչ օգուտ տվավ ընդհանուր հայության համար այսօր երկրակունթի գրեթե ամենափոքր քանակով թիվը դարձած ենք որ մեր հողին վրա 2.5 միլիոն նույնիսկ չունենք Սպիրկի դարածքին մեր թիվը շատ է եթե մենք չլանք գիտեք աս հարցերը գա բայց օրինակի համար մեր եւ դասարտությունը հոյագապ օրեն Լոս Անջելեսի քիշերային ցանկի մեջ կերտա գիտեք Հայաստան էշություն մգա VIP նստերեն հոսանույնը գնեն battle service է 300-400 դոլար 20 դոլարնոց ոդկա շիշինը վճարեն մարդիկ եսեն աս աբուշները եկան նորեն 25 դոլարին 40 դոլարին 500 դոլար են վճարում ցուցադրում են իրենք որ մենք ապերներ ենք մարդիկ մեր վրան են խնդում եւ միլիոնավոր դոլարներ են ծախսում իսկ եւ որ շիդակ փանի համար մեկը կոյություն չունի հիմա Գլենդելին օրինակը ցեզի դամ չէ այս charter cable-ին խնդիրով հիմա որ աս օթային ծրի ալիքի վրա գտիդեք նվազագույնը դարին $1200 բիտ խնայեք $100 գտնակ կրգեն ինձ այդ բոլոր մարդիկը 5000 հոգին որ անչադ է կամ 500 հոգին որ արչադ է մեկ հատ $100 կրգեցեք ինձ որ կարողանամ Եվրոպան եւ տան եւ ավելի վավերակրեմ քանի որ ոչ Հայաստանի մեջ մտավորականություն ոչ Սպիրկի մեջի մտավորականություն հասկացաք չէ մտավորականություն ինչ էսել է քաղաքապար չունին որ ինչ եմ գադարում եւ իրենց համար դարօրինակ է քանի իրենք միայն թե քանթված բաներ գուզեն մերած բաներ գսիրեն հայ ժողովուրդը գինթանի այսօր երկրակունթի վրա ամբողջ աշխարհի վրա հայկական ինքնություն գոյություն ունի ամենից աչքերնից փագած ենք անսին գարաշ ցեզի դամ մեկ անգամ շատ ոգևորվեցա Փարի Լուիս ուդերեն գերացանեք Փարի Լուիս Ստեփան ողջույն Տորոնտոյեն Տորոնտոյեն ինչպես ես հերի Լավ մերսի դու ողջույն Մերսին ֆրանսացիները որ Մոնտիալի մեջ կաբրին իսկ մենք շնորհակալ Այո Ֆրանսիայի մեջ է հայեր կան Հա բայց հիմա Ամերիկա եւ Կանադա Այո միայն թե Մոնտիալն է որ մերսի գործած է Մենք bilingual ենք Ստեփան բախբարի Եղավ Տորոնտոցիներուն գցեկեմ Ստեփան խնդրեմ ադեսես աներ ողջույն կո Յանոտ եւ շատ լավ նույնները երեք գիշերը սպասեցի քեզի խոսիմ չգարեցա Anyway այսօրնա լուրը շատ աղվոր է ասած որ բայց ես մեկ բան նկատեցի որ հիմա տուն այսինքն բայկարում է ստեր կացեր Գլենդելի կամ Southern California-ի ընդրության եւ ասին եւ ալի միտքս մի բան եկա որ մենք շատ մեծ մաս կազմեցինք Օսմանյան գայսրության մեջ Բասկաստանի մեջ, գիտեմ ոստեղ անդեր դեղեր, վերջին ինչին մեզ աղվոր մը երևեն հրրեցի։ Ուրեմն մենք ես կարծեմ որ բայց նայ ադիգա որ 5 վարգան
5 to 12 մնացել ենք Հայաստանը ազատելու համար։ Մեզի համար գարձեմ, չդեսեմ ինչ ասեմ, ինձ համար անանք է որ մեր ամեն ուժը պետք է տանան փոքր դերին, եթե անի գործընծնենք արդեն մենք դու շատոն։ Սիրելիս, ես եւ տուն որ Գաբրինգը սպյուրքի մեջը Հայաստանը գործընծուցած ենք արդեն։ Ամ որ հոտ Գաբրի իր իրավունքն է։ Մենք աստեղ Հայաստանը գործընծնենք կամ շահինք, ոչ մի փոփոխություն չենք կվնարանել։ Մենք ավելի նպաստավոր է որ մենք մեր երկիրներու մեջը բարձրակույն չափերուն ասենք եւ ոչ թե հետուք մտնող մարդիկ լանք, այլ բարձրապես մենք իբր հայեր ունենանք 25 հատ ներկայացուցիչ Ամերիկայի կոնգրեսի մեջը, ոչ թե վախնանք, մենք չենք կրնար մեկ հոգի միան թե թողմնա ադեղ իբր նումուշ։ Ոչ, մենք այսօր Շիկագո, այսինքն Դիթրոյթ, Նյու Յորք, Կալիֆոռնիա, Washington State, Colorado, Nevada, ամեն հայերը 4 կողմն են։ Մենք թիգունք պետք է գտնենք երդասարտության, որ այդ ասպարեզի մեջը մտնան։ Բայց քանի որ մենք աբուշ ասք ենք եւ մենք միան թե բժիշկ ես տրամ գաշխատիս։ Չենք գիտե որ քաղաքական ասպարեզի մեջ ավելի շատ տրամ գաշխատին Ամերիկայի մեջը։ Բայց քանի որ մենք ըստրուկ մտածելագերբ ունենք, չենք կնար հասնին։ Եվ գուսամ որ ասի մսածներս այսօր բամը չի փոխե, բայց 25 տարի հետո պիտի փոխե։ Գիտեմ ադիգա, վստահ եմ որ պիտի փոխե։ Ես 25 տարի հետո ողջ պիտի չլամ։ Բայց վստահ եմ որ փոփոխություն։ No, դու պիտի լաս եւ 50 տարի վերջնա գլաս։ Չէ։ Իմ հոգիս պիտի լա։ Խնդիրը ինչ է, եթե Ամերիկան մենք հայացուցինք, Հայաստան չի պիտի լա։ Մեր առաջին եւ վերջին Սիրելիս, արդեն Հայաստան մեզի չէ։ Ադեր աբրողին է 2.5 միլիոն կամ 1.5 միլիոնը մարդիկ թքած են Հայաստանի վրա ելած են այրած սերդի մխիթարանքով մենք սպիրկահայերը որ ցեղասպանության ժամանակվն է դուրս ելած էինք թիմացնարը արատ սեղանն է արատ այդ ուրախությամբ ենք նայում Հայաստանին ադեր աբրողը ասում են որ Վերդուգո Հիլզի լերները մեր ասկային դեղերն են Գլենդելի լերները Վերդուգո Հիլզ կգոչվին Մենք Ստեփան Ախպարիկ, Ստեփան, ասկե 47-ին 46-ին ներկախտերին, մարդիկ քացին ոնդեղ շատ տանջվան, հոգինին հանած, գնաց, բայց այսօր իրենց շնորհիվ մենք այսօր Հայաստան ունենք։ Ուրեմն համաձայն եմ։ Մեկադալ ներկախտ պետք է մեզի։ Գասկատ չի գադում մեջ, բայց այդ Հայաստանեն ելողները եկան Կալիֆոռնիա գնացին աշխարհին 4 կողմերը դրամի համար, ապրուստի համար, այսօր հարուստ մարտիկներ են։ Այսօր Հայաստան ներքախտող ներողություն հերի, այսօր սպիրկեն Հայաստան ներքախտողներու Գիտես ես թվապանություն ունիմ 51% 49%, դուք հասկացեք դոգոսային հարաբերությունը։ Այսօր Սպիրկեն Հայաստան ներքախտողներու 51%-ը, ասեմ եթե ոչ քիծակ իմ թիվս ինչ է, նորեն տրամի համար Հայաստան կասած են, քանի որ Հայաստանի մեջ ավոր տրամ կա։ Իսկ 49%-ն է որ ազգային բարդականությամբ Հայաստան կասած է։ Հասկացար ինչ կսեմ գոր։ Բայց ոչ ազգը սիրելու, ոչ Հայաստանը սիրելու։ Տրամ աշխատելու։ Շատ լավ մարդիկ գիտեն որ Հայաստան կացեր են իրենց հայրենիքը սիրելու համար 49%-ը Այդ մարդը որ լքերը իրեն Հայաստանը փողի համար ես Հայաստանինը շատ մարդիկ տեսա որ գսեն ինձ աշխարհ կտաս ես իմ Երևանից չեմ ցկել Այո համաձայն եմ քեզի հետ համաձայն եմ բայց խնդրական հարցը ասիգա է մեզի ընձայված է իրավիճակ որ աշխարհի 4 կողմը լանք այսինքն աշխարհի 4 կողմը լալով մենք պետք է ներթափանցենք աշխարհի 4 կողմի բեդություններու մեջը կարևոր ճաշտոններու մեջ մտնալ եւ միան այդ ցևով է որ գրնանք օգտակար լալ Հայաստանին Լոս Անջելեսի մեջ Տորոնտոյի մեջ ցույց ընելով Հայաստանին օգտակար չենք կնարել Շատ շնորհակալություն Քեզի ծայրեն շնորհակալ եմ Պասկեջանի ծայրեն լսի Ստեփան որ մենք եղանք Օսմանյան գայսերության մեջ ունեցանք ինտերիեր մինիստրներ մեզ ինչ իրին վերջով մենք այսօր եթե լանք Բայց նայեցեք ադոնք այդ հանրապետությունները այդ թակավ Օսմանյան գայսրությունը արդեն եւ որ գայսրություն է մենադիրություն է այսօր երկրակունքի ամենառամգավարական սկզբունքներով երկիրը Ամերիկան այստեղ բոլորին դարբեր է եւ բادرաստ պետք է ելնանք եւ դեսած ենք մի քանի օքիներ ճաշտոններու վրա շատ հանգիստ գործեր են կատարում եկեք այդ մի քանի օքիները բազմացնենք մի քանի 100 հոգիներ ունենք ասեմ կամ Տորոնտոյին բարակը շատ շնորհակալություն Բարի լույս քեզի Բարի լույս Սեներ արդեն ժամանակ եկավ ծրագրի ավարտին հասկացողներու համար 5000-ի ավելի բարի լույսեր
Չհասկացողին համար թեկուզ մեկ հատ բարի լույս ինձանից, քանի որ ցանկությունը բարի է։ Ես եւ որ ասեմ հայ ասկը աբուշ է, մի ներվեք ինձ մե։ Ես ձեր վրան չեմ խնդար, այլ ես բարձրապես կուզեմ որ աբակա սերունդը, քանի որ ինքը իրաբաշտ է, դուք հավատում եք երեխան վերեն գուքար։ Աբակա սերունդը շատ լավ գիտե որ երեխայի համար սերմը եւ հավգիտը անդամների միջոցով իքական սերի արքանթի եւ արագան սերի անդամի միջոցով պետք է մխրջվին, որ ցանկը ստեղծվի, ավելի իրաբաշտ են։ Բարձրապես ինձ մեծ էզի, մի մոնակ վաղաքիշեր ուղի եթև չի գա, բայց գրնակ կլանել հանրային կրատարանը կալ, նվազագույնը մեկ քիրք առնեք, Եվրոպայի ճամփորդության մեջտերները չեմ մնալ։ Թուն, եթե մեկ քիրք կասավնես։ Իսկ եթե չես կնարկալ, thearmenian.com կնա այդտեղեն donation մգադարի, ան ինչ որ charter cable-ին թուն $1200 կվճարեիր դարին, $20 մղրգե, կամ $100 մղրգե։ Բարի լույս։ Եթե հոս հասած եք, արդեն ուշացած եք, մի սպասեք ձեր գդագը քրելու։ Call Der Parsegian Law Group, 323-937-2727. Աբուշի մեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, բարի լույս։